Միջազգային լուրջ հավաքների ժամանակ միայն ծափ տալու համար հեռախոսը ցած դնող Փաշինյանը ոչ թե վարչապետական WhatsApp հրահանգներ է իջեցնում, այլ հեռախոսով լուրերին է հետևում խմբագրի ներվով։ Հոգևորականության դեմ նոր արշավի մասին լուրերից էլ իմացել է, ինքն է ասում։ Ես երեք լուրերի թողարկումն եմ նայել, եւ ես իմացել եմ, որ գործողություն հաղորդում ա եղել հանցագործության մասին եւ հանցագործության մասին հաղորդմանը եղել է արձագանք։ Իսկ ինչու են Հայաստանում հայ-առաքելական եկեղեցու սպասավորների դեմ գործողությունները սովորաբար անմիջապես հաջորդում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի Փաշազադեի Մայրաթորին ուղղված քննադատությանը։ Ինչ իմանա Փաշինյանը, նա Փաշազադե չի լսում։ Դուք եք հետևում, ես չեմ հետևում։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին անհնար է չհավատալ Փաշինյանին։ Պաղեստին ուր ասեք, Ալժիրում։ Չէ որ որևէ լրագրողի հարց էլ կարող է համընկնել Պաղեստինում ինչ որտեղ նամազի մեկնարկի հետ։ Կարող է պարզվի նամազի ժամ էր հիմա։ Այն պահին, երբ որ դուք հարցը տվեցիք, աշխարհի հազարավոր մսկիթներում կամ գուցե հարյուրավոր մսկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ եւ կարող է հնչել հարց. իսկ ձեր հարցը արդյոք պատահական համընկավ նամազի մեկնարկի հետ։ Իսկ Փաշինյանի ընդդիմախոսները շարունակում են պնդել, որ հակաեկեղեցական գրողները նամազ անողներն են կառավարում Ադրբեջանից ու Թուրքիայից։ Նիկոլ Փաշինյանը կիսալուսնյաց արշավանք է սկսել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Կիսալուսնյաց արշավանքում անգամ ժամանակագրությունն է շատ խոսուն, ասում է Խաչատրյանը։ Առաջին փուլը սկսվեց, երբ Մայրաթորը եւ Կիլիկիո կաթողիկոսությունը միասին Շվեյցարիայում կազմակերպեցին արցախահայերի վերադարձի իրավունքի պաշտպանությանը նվիրված խորհրդաժողով։ Արագածոտնի թեմի սպասավորների հալածանքները հաջորդեցին Փաշազադեի կոշտ մեղադրանքին, թե հայ եկեղեցին ռևանշիզմ է քարոզում, խանգարում է խաղաղության հաստատմանը։ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական քաղաքականություն է իրականացնում եւ պատահաբար հենց Փաշազադեի հայտարարությունից մի քանի ժամ հետո Փաշինյանը լայնածավալ հարձակում սկսեց հայկական ինքնության առանցքներից, սյուներից մեկի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն։ Իդեպ Փաշազադեի հայտնի հայտարարությունից հետո Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենը Հայլուրի տեսախցիկի առաջ կանխատեսել էր, որ չեն ուշանալու եկեղեցուն ուղված նոր հարվածները։ Ինչ որ Ադրբեջանի եւ իշխողքեվոր եւ աշխարհիկ իշխանությունները խոսում են կամ քննադատում են կամ հայտարարություն են անում եկեղեցու հասցեին, ինչ որ կերպ դա այստեղ արձագանք ունենում է։ Չգիտեմ այս անգամ ինչ արձագանք կլինի, ամեն դեպքում մտածելու տեղի տալիս է։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։